Ողջույն հարգելի հայրենակիցներ, ինչպե՞ս եք, սիրելի հայրենակիցներ, ուղիղ 5 տարի առաջ, գրեթե նույն օրերին, հենց այս հրապարակում, մենք ձեզ մի բան ենք ասում ենք, որ մեր երկրին մահ, պատերազմ և ողբերգություն բերած իշխանությունը, եթե վերարտադրվի, շատ թանկ ենք վճարելու։ Ասում ենք այն իշխանությունը, ով հանձնել է մեր հայրենիքը, իրավունք չունի վերարտադրվի։ Դժբախտաբար, այդ իշխանությունը կարողացավ ձեզ նորից մոլորեցնել, խաբել և վերարտադրել։ Եվ այս իշխանության վերարտադրության համար մենք շատ թանկ ենք վճարել և շատ թանկ ենք վճարում։ Ինչ տեղի ունեցավ 21 թվականից հետո։ 22 թվականին մեկօրյա պատերազմ, մի քանի հարյուր զոհ և Հայաստանի ռազմավարական բոլոր դիրքերը հանձնվեցին Ադրբեջանին։ Ընտրվելուց հետո 23 թվական Արցախի էթնիկ զտում, հայաթափում, միայն գաղթի ճանապարհին 60 հայ քաղաքացի է մահացել։ 24 թվականին առանց որևէ կրակոցի Տաուշում մեր ռազմավարական դիրքերը հանձնեց Ադրբեջանին։ Հիմա այս չարիքի իշխանությունը կրկին եկել և ձեզ է դիմում, ձեր քվեն է ուզում, որպեսզի վերարտադրվի և Ալևի առջև կատարի իր պարտականությունները։ Մենք կարող ենք սրան թույլ տալ, որ մեր երկիրը շարունակի կործանել։ Կարող ենք։ Ժողովուրդ ջան, սա որ առավոտից իրիկուն ասում է տեր կանգնեք խաղաղությանը, իրականում ասում է տեր կանգնեք պարտությանը։ Իրականում ասում է տեր կանգնեք նվաստացմանը, ողբերգությանը, անարժանապատվությանը։ Մենք այս ամեն ինչը պետք է մերժենք ու մերժենք միասին։ 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 Սիրելի ժողովուրդ, մարդ իր կյանքում մեկ անգամ կարող է սխալվել, կամ մեկ անգամ կարող է խաբվել։ Այո, 18 թվականին մեր ժողովուրդը խաբվեց, քաղաքական կուսակցություններն էլ խաբվեցին, սխալվեցին, դրա համար շատ թանկ վճարեցինք։ Երկրորդ անգամ չպետք է խաբվեինք, դա անթույլատրելի էր, բայց կարողացավ երկրորդ անգամ էլ խաբել մեր ժողովրդին, գալ և շարունակել այն զիջումները, որ քիչ առաջ ասեցի։ Բայց երրորդ անգամ խաբվելը անդառնալի է լինելու։ Երրորդ անգամ խաբվելը և սխալվելը շատ ծանր հետևանքներ է ունենալու։ Հետևաբար, այս ստին, կեղծիքին, անարժանապատվությանը պետք է մերժենք ու մերժենք միասնաբար։ Ժողովուրդ ջան, չի կարա 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը տնօրինի մի հատ խեղկատակ, մի անգրագետ, տգետ ու անինքնասեր, սա անընդունելի է, սա չի սազում։ Մարդ իրավունք չունի այս երկիրը ղեկավարելու ու կրկին չարիք բերելու։ Մենք ինչ ենք ասում այս ամեն ինչի դիմաց։ Շատ պարզ մի բան, ժողովուրդ ջան։ Ասում ենք օգնեք մեզ, միասին կառուցենք անվտանգ և մրցունակ Հայաստան։ Ասում ենք օգնեք մեզ, կառուցենք անվտանգ Հայաստան, որպեսզի դուք ապրեք պաշտպանված, դուք ապրեք բարեկեցիկ, դուք ապրեք արժանապատիվ, այս վիճակը մեզ չի սազում, ամոթ է, այս վիճակից մենք պետք է դուրս գանք ու նորից եմ ասում, այս սուտը, կեղծիկը ու չարիքը մերժենք միասնաբար։ Համաձայն եք։ Եթե համաձայն եք, ժողովուրդ ջան, հունիսի 7-ին, համար 17-ին, ընտրեք Հայաստանը ու միասին կարող ենք։ Ես առաջարկում եմ մի հատ այստեղ